եւ Որդվո եւ Օգուն Սրբո ամեն։ Սրտի խորքից փառք եւ շնորհակալություն եւս մեկ անգամ Բարձրյալ Տեր Հիսուս Քրիստոսին, որ այս պահը մեզ ընծայեց Սուրբ Հոգվո զորությամբ եւ առաջնորդությամբ։ Սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, Աստված թող օրհնի այս պահը եւ իր ձեռքերի մեջ առնի եւ յուրաքանչյուրից թող օրհնաբեր անի այս պահը եւ Սուրբ Հոգի Աստվածը թող բոլորիս ողորմություն անի։ Այսօր մեզի բոլոր այն դիտողները, որ համացանցով են դիտում, Facebook-ով, նրանց էլ իրենց տեղերում Աստված բոլորին օրհնի, իրենց տների մեջ, որտեղ որ լինեն, վայելենք Աստծո օրհնությունը եւ գթությունը, որտեղ Աստված ողորմած է, գթած է, մարդասեր է։ Ամեն ժամանակ մենք պետք է Տիրոջը հուսանք եւ Տիրոջ գործերը եւ Տիրոջ ճանապարհները փնտրենք։ Սիրելիներ, ինչպես գիտեք, մենք առաքելական եկեղեցվո որպես անդամներ եւ զավակներ մեծ պահոց շրջանի մեջ ենք եւ ինչպես գիտեք, Կիրակի օրը մենք հիշեցինք եւ նշեցինք մեծ պահոց 5-րդ Կիրակին, որը խորհրդանշում էր դատավորի եւ որբեվարիի առակը եւ միաժամանակ Փարիսեցի եւ Մաքսավորի առակը։ Երկու առակներ Տերը մեզ պատմեց եւ այդ առակների մեջից մեզ ուզեց սովորեցնի, թե մենք պետք է միշտ աղոթենք, հարատև աղոթենք, առանց ձանձրանալու աղոթենք եւ ինչպես աղոթենք։ Մեզ տվեց այդ աղոթքի լուծումը, բանաձևը եւ օրենքը եւ ցույց տվեց Տերը այս երկու առակներով։ Ինչպես գիտեք, հաջորդաբար մենք ունենք եւս 3 խորհուրդներ միջև Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը, հաջորդաբար պիտի լինի Գալստյան Կիրակին եւ այնուհետեւ Ծաղկազարդը, Տեր Հիսուս Քրիստոսի մուտքը դեպի տաճար Երուսաղեմ եւ այնուհետեւ Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը պիտի տոնենք յուրաքանչյուրս, Աստված յուրաքանչյուրից թող արժանացնի, որպեսզի մենք միասնաբար տոնենք, տոնախմբենք եւ հրաշափառ հարության տոնին ուրախությամբ յուրաքանչյուրս իմանանք եւ գիտենք, որ որպես հայ քրիստոնյա, որպես հայաստանյան առաքելական եկեղեցվո խորհրդավոր զավակներ լինելով, որպես հայ քրիստոնյա իրարու պիտի այսպես կոչենք եւ իրարու պիտի այսպես ողջունենք Քրիստոս հարյավի մերելոց։ Եվ անշուշտ գքա այդ օրը օրհնյալ է հարությունը Քրիստոսի եւ այսպես պիտի սկսենք մեր այսօրվա խորհրդածությունը Ղուկաս ավետարանի 18-րդ գլխի առաջի համարից 14 համարներ պիտի կարդամ եւ այնուհետեւ պիտի փորձենք տեսնենք, թե ինչ է մեր Տերը մեզի ուզում սովորեցնել այս առակների միջոցով։ Անոնց առակ մնա լսավ այս բանին վրայով, թե պետք է ամեն ատեն աղոթ կնել եւ չձանձրանալ։ Ըսավ, դատավոր մկար քաղաքի մեջ, որ Աստծուց մեջ էր վախնար ու մարդե չէր ամչնար։ Եվ նույն քաղաքին մեջ որբեվարի մնալ կար, որ անոր գուքար ու կսեր, իրավունքր է ինձի ու ազատես զիս իմ ոսոխես։ Ժամանակ մը դատավորը չեր ուզեր անոր մտի կնել, բայց ետքը սավ իր մտքին մեջ, թեև Աստուց մեջ եմ վախնար ու մարդե չեմ ամչնար։ Գոնե այս որբեվարին զիս ձանձրացնելուն համար իրեն իրավունքն եմ, որպեսզի չգա ամեն ատեն ինձի չթախանձե։ Տերը ըսավ, լսեցեք, անիրավ դատավորը ինչ կսե։ Հապա Աստված իր ընտրյալներուն իրավունք պիտի չնե, որոնք ցորեկ ու գիշեր իրեն կաղաղակեն, թեև երկայնամիտ ալլնա։ Ձեզի կսեմ, թե շուտով անոնց իրավունք պիտի նե։ Բայց որդին մարդո երբ կա արդյոք հավատ պիտի գտնե երկրի վրա։ Մեկ քանիներուն, որոնք իրենց անձներուն վրա կվստահեին, թե արդար են եւ ուրիշները կանարգեին, այս առակն լսավ։ Երկու մարդ կացին տաճար աղոթ կնելու,
մեկը փարիսեցի եւ մյուսը մաքսավոր։ Փարիսեցին կայներ էր ու առանձին այսպես աղոտ կներ. ով Աստված, շնորհակալ եմ քեզ մե, որ ուրիշ մարդոց պես չեմ, հափշտակող, անիրավ, շնացող եւ կամ այս մաքսավորին պեսը։ Հապա շաբաթը 2 անգամ ծոմ կպահեմ ու բոլոր ստացվածքիս 10-որդը կուտամ։ Իսկ մաքսավորը հերուն կայներ էր ու չեր ուզեր աչքերն ալ երկինք վերցնել, հապա իր կուրծքը ծեծելով կսեր. Աստված, ողորմե ինձ մեղավորիս։ Ձեզի կսեմ, թե ասիկա այն Մույսեն ավելի արդարացած իր տունը գնաց, վասնզի ով որ իր անձը կբարձրացնե, պիտի խոնարե, եւ ով որ իր անձը կխոնարեցնե, պիտի բարձրանա։ Ահա լսեցինք ինչ գեղեցիկ երկու առակներ, որ մեզ սովորեցնում է Տեր Հիսուս Քրիստոսը, որ պետք է անդադար ամեն ժամանակ աղոթել առանց ձանձրանալու։ Ինչ է աղոթքը։ Աղոթքը Աստուծմե մեզ եկած մի հոգևոր շաղկապ է, որ երկնքից երկիր է իջնում եւ երկրից երկինք է բարձրանում։ Աղոթքը Աստված մեզ տվեց Սուրբ Հոգվո զորությամբ։ Եվ այդ աղոթքը մենք դեպի Տերն ենք բարձրացնում աղոթելով։ Մեր միակ եւ ամենամեծ կապն է աղոթքը մեր Աստծո հետ միասին։ Եթե մենք աղոթում ենք, նշանակում է, որ մենք Աստծո հետ կապ ունենք, Աստծո հետ մեկ ենք լինում եւ դռները բացվում են երկնքի եւ մենք եւ Աստված մեկ ենք լինում։ Գիտեք, ահա աղոթքը մեծ զորություն ունի։ Աղոթքը մեծ զորություն ունի, որտեղ եւ այնպիսի աղոթքը, որ հոգիով է լինում։ Ճշմարիտ հոգիով աղոթքը երկնքում դռներ է բացում եւ Աստված լսելի է անում այդ աղոթքը եւ հետաքրքիր է, որ այս պատմվածքը, այս առակը մեզ տալիս է այն օրինակը, որ դատավորի եւ որբևարի եւ ինչպես տեսնում եք այստեղ փոխաբերական իմաստով, այո, որբևարին այսօր յուրաքանչյուրիցս մենք յուրաքանչյուրս ենք, ես եւ դու եւ յուրաքանչյուր մարդ որպես որբևարի, մենք ունենք խնդիրներ, մենք ունենք ոսող, մենք ունենք հակառակորդ, մենք ունենք, այսինքն, մեզի ճնշող, որ ուզում ենք նրանից ազատվել եւ եթե չենք ուզում ազատվել, չենք ուզում անգամ նրանից հեռանալ եւ չաղոթել, իսկ եթե ուզում ենք անդադար այդ ոսողից, հակառակորդից ազատվել, նշանակում է, որ մենք պիտի դիմենք ում։ Այստեղ որպես մարդ Տեր Հիսուս Քրիստոս ներկայացնում է հողեղեն մարդու որպես դատավոր եւ ոչ թե արդար դատավոր, հապա անիրավ դատավոր։ Եվ մենք գիտենք, որ երկրավոր մարդու մեջ ոչ մի լավ բան չկա, ինչ որ կա, Աստծո մեջ կա։ Եվ մենք տեսնում ենք, որ այստեղ երկրավոր դատավորը անիրավ է, բայց երկնավոր դատավորը արդար է։ Երկրավոր դատավորը անողորմ է, բայց երկնավոր դատավորը ողորմած է, գթած է, իսկ երկրավորը ոչ, որովհետև այստեղ օրինակ է տալի ասելով, որ նայեցեք, այս դատավորը թեև անհավատ էր եւ անամոթ էր, բայց եկավ մի տեղ, որ այս որբևարի հարցը լուծեց եւ նրան ազատեց իր հակառակորդից, ազատեց իր ոսողից։ Եվ անմիջապես Տեր Հիսուս Քրիստոս ասում է, որ նայեցեք, թե ինչպիսի օրինակ յուրաքանչյուրիս, որ մենք այսօր մեր կյանքի մեջ որքան նեղություններ, որքան փորձություններ, որ ունենք, պետք է առանց վհատելու, առանց ձանձրանալու աղոթենք մեր երկնավոր Հորը,
Որովհետև Հիսուս Քրիստոս ասում է, որ նայեցեք այս դատավորը թեև այս ամեն բանից հետո այս կնոջ դատը տեսավ, ինչու համար տեսավ, հետաքրքիր է, չէ, որովհետև այս դատավորը ոչ թե այս որբևարին խղճալու համար արեց այս բանը, քավլեցի ոչ, իր փառքի համար, որպեսզի իրեն չձանձրացնի։ Մենք բարձ տեսնում ենք, որ որպեսզի իրեն, այսինքն չձանձրացնի եւ դրա համար ասած, որ այս մարդու դատը տեսնեմ, այս կնոջ դատը տեսնեմ, որպեսզի չգա եւ այլևս ինձ չձանձրացնի։ Բայց տեսեք այս որբևարին, որպես խորհրդանիշը մեզանից յուրաքանչյուրինը, տեսեք ինչ օրինակ է, որ մենք պետք է ջանքի մեջ թուլասիր չլինենք, հապա հոգիով բորբոքենք եւ ամեն ժամանակ Աստծոն դուռը թակենք, բռնենք, կարճած մնանք Աստծոն եւ ամեն անգամ աղաչենք, խնդրենք Աստծո եւ աղոթենք անդադար։ Տեսեք, այս կինը մեկը չուներ։ Այս կինը ոչ կարողություն ուներ, ոչ նյութական ուներ, ոչ բարեկամներ ուներ, ոչ մեկը չուներ, բայց այս կինը գիտեր, թե ում է դիմում, գիտեր, որ միայն այդ դատավորը կարող էր իրեն այդ ամեն տեսակի փորձություններից եւ այդ նեղություններից ազատել։ Այս կինը ուներ ամենամեծ բանը, ոչ հարստություն, հապա այս կինը ուներ հարատևություն, այս կինը ուներ հավատք, այս կինը ուներ հույս։ Եվ ինչպես գիտենք, հավատքը եւ հույսը այս կնոջը ինչ արեցին, ամոթով չթողեցին։ Այս կինը այնքան ժամանակ դիմեց, մինչև ստացավ իր արժանի, այսինքն խոստումը։ Գնահատականը ստացավ եւ բավարարվեց։ Հոգնեցրեց այս անիրավ դատավորին, հոգնեցրեց, բայց ինքը չհոգնեց։ Ամեն անգամ մտածեց, միտք առավ, որոշեց եւ ընդառաջ գնաց, հավատալով իր ջանքին, հավատալով իր գործնեությանը, հասավ իր նպատակին։ Այսօր այդ օրինակը յուրաքանչյուրիս համար է, որ երբ որ Հիսուս պատմում է սա, որ ամեն մարդ, որ նեղության մեջ է, թող Տիրոջը դիմի։ Ամեն մարդ, որ ուրախության մեջ է, տակավին նորից թող Տիրոջը դիմի։ Որովհետև առաքյալ ասում է, որ ամեն ժամանակ, առավոտ լինի, կեսօր լինի, գիշեր լինի, առողջ լինես, անառողջ լինես, հիվանդ լինես, ինչ որ լինես, Տիրոջը դիմիր, որովհետև Տերը գիտի իմ եւ քո կարիքները, Տերը գիտի, թե մեզ ինչ է պետք, բայց եւ այնպես ուզում է, որպեսզի տեսնել մեր մեջից հարատևություն։ Եվ այս կինը մեկը չուներ, բայց այս կյանքի մեջ տեսանելիորեն նրա հույսը դատավորն էր։ Եվ միգուցե այս կինը ամիսներով չի ասում որքան ժամանակ, ասում է հարատև, միգուցե այս կինը տարիներով գնում էր, որպեսզի իր դատը տեսնեն։ Վերջապես Տերը տեսավ, գութը շարժեց։ Եվ այս անիրավ դատավորը տեսավ, իրավունք տվեց այս կնոջը։ Հապա մեր երկնավոր հայրը, որ երկնքում է, ասում է Տեր Հիսուս Քրիստոս, պիտի չլսի այն աղոթքները, որ մենք միշտ աղոթենք Տիրոջը, թեև երկայնամիտ է լինի, այո, պիտի լսի եւ պիտի անմիջապես շուտ պատասխան տա, որտեղ Աստված մեզ սիրում է։ Մենք Աստծո ձեռքի գործն ենք, մենք Աստծո փառքն ենք։ Աստված յուրաքանչյուրի սիրում է, Աստված չի ուզում, որպեսզի մենք կորուստի մեջ մնանք, Աստված չի ուզում, որ մենք
հուսահատության մեջ ապրենք, մահվան մեջ ապրենք, խավարի մեջ ապրենք, հապա Տեր ուզում է, որպեսզի մենք լույսի մեջ ապրենք, հույսով ապրենք, սիրով ապրենք եւ Տիրոջը մոտենանք ամեն ժամանակ, ասելով որ Տեր, լավ է քեզի հուսալ, քան թե մարդկանց ապավինել, լավ է Տիրոջը հուսալ, քան թե իշխանություններուն ապավինել, այսպես է ասում Սաղմոս 2-ն։ Մենք որպես Աստծո զավակներ, այո, ամեն ժամանակ պետք է Տիրոջը հուսանք։ Ամեն ժամանակ պետք է մեր ձեռքերը բարձրացնենք դեպի երկինք եւ Տիրոջը աղաղակենք, որտեղ մեր փրկությունը միայն Տիրոջից է։ Մեր Տերը մեզ փրկելու համար եկավ այս աշխարհ։ Նրա անունը Փրկիչ է, նրա անունը Հիսուս է։ Նա իմ եւ քո փրկության համար եկավ։ Իմ եւ քո փրկության համար խաչը ելավ։ Այրուն թափեց, գերեզման մտավ, երրորդ օրը հարություն առավ, որպեսզի մենք խղճուկներս վերջապես արթնանանք, վստահենք, հավատանք եւ պիսի փրկությունը ժառանգենք, որտեղ Տերը չի ուզում, որպեսզի մարդը խավարի մեջ մնա։ Աստված ուզեց, որպեսզի մարդուն լուսավորի, լուսով որդիներ դարձնի եւ լուսով որդիներու պես այս աշխարհի վրա առաջնորդի։ Տեսեք, հետաքրքիր է, այսքան բանից հետո այս որբևարին գտավ իր փրկությունը, որովհետև ինչպես փոխաբերական իմաստով Տերը նրան ողորմություն արեց։ Եվ անմիջապես հիշենք այս մեկ պատմությունը, երբ որ Տեր Հիսուս Քրիստոս եկավ Սելովամի ավազանի մոտ եւ տեսավ այնտեղ մի անդամալույց, որ բավական տարիներ, 38 տարի հավատքով, հույսով այդ Սելովամի ավազանի մոտ սպասում է իր փրկությանը եւ տակավին չունի, բայց եւ այնպես հույսը կտրած չի, անդադար սպասում է այն հույսին, որ կարողանա, երբ որ ավազանի ջրերը խառնվում են, երբեմն հրեշտակի օգնությամբ, մտնի այդ ջրի մեջը եւ բժշկվի, բայց տակավին չի կարողանում եւ շարունակաբար 38 տարիներ այնտեղ լինելուց հետո հանկարծ Տեր Հիսուս Քրիստոս գալիս ասում է, որ ով մարդ ասում է, ինչ ես ուզում այստեղ անես, ասում է, որ ես ուզում եմ, որպեսզի այդ ավազանը մտնեմ, բայց մեկը չունեմ, որ ձեռքիցս բռնի, ինձի օգնի, որպեսզի այդ ավազանը մտնեմ եւ բժշկվեմ։ Հիսուս տեսնում է նրա, այսինքն այդ երկայնամտությունը, տեսնում է նրա այդ հավատքը, տեսնում է նրա այդ ջանքը, ասում է, որ ելիր մահիճը տար եւ տունդ գնա։ Ահա, Տեր Հիսուս Քրիստոս տեսնում է, ուզում է մեր հարատևությունը, ուզում է մեր անդադար աղոթքը, որպեսզի մեզ վարժեցնի աղոթքի մեջ։ Երբեմն մենք աղոթում ենք 1 ամիս, 2 ամիս, 1 տարի, 2 տարի, 4 տարի, 5 տարի, 10 տարի, եւ կարծեք պատասխան չենք ստանում, եւ կարծում ենք, թե Տերը չի լսում, Տերը մեր առաջի րոպեից մեր բերանը դեռ չբացած, մեր մտքի մեջ դեռ մեր աղոթքը չկազմավորված, Տերը գիտի թե մենք ինչ պիտի ուզենք, Տերը գիտի թե մենք ինչ պիտի աղոթենք, բայց ուզում է, որպեսզի ես եւ դու սովորենք հարատևություն, որտեղ մեկ օրում չի լինում ամեն ինչ։ Մարդ, որ ծնվում է, մեկ օրում չի մեծանում։ Տարիների ընթացքում կամաց, ամեն բան կամաց է լինում, այդպես է մեր կյանքի մեջ մեր հավատքը կամաց, բայց ոչ միայն աղոթելու հետ միասին պետք է գործել։ Ինչպես որ այս որբևարին հավատաց եւ գործեց, հավատում էր, որ պիտի իր բաժինը ստանա, իր արդար պատասխան պիտի ստանա եւ միաժամանակ գնում էր դեպի այս դատավորը եւ նրան, այսինքն նեղում էր, նրան հոգնեցնում էր, նրան զանզրացնում էր, հապա իր տան մեջ չէր նստում, ասում որ ես աղոթեցի եւ այնուհետեւ կմնա, որ իմ դատս տեսնի, ոչ։ Գիտեք, այսօր եթե մենք նայում ենք, նավերը թիավարվում են 2 թիակներով։ Երբ որ նավը 2 թիակներով թիավարվում է, գնում է, հասնում է իր նավահանգիստը։ Այսօր թռչունը, որ
թրջում է երկու թևերով է թրջում եւ երկինք է բարձրանում։ Այսօր մեր հավատքը եւ գործերը միանալով մենք թիավարում ենք եւ դեպի պիտի հասնենք խաղաղ նավահանգիստ հավատքով եւ աղոթքով եւ գործերով։ Ինչպես որ թրջունը երկու թևերով թրջում է դեպի երկինք, այդպես ես եւ դու մեր հավատքով եւ գործերով պիտի երկինք բարձրանանք։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս ուզում է, որպեսզի մեզանից այս հարատևությունը տեսնի։ Բայց հանկարծ այս ամեն ինչից հետո Տեր ասում է, որ բայց եւ այնպես մարդու որդին որ գա, արդյոք հավատ պիտի գտնի, զարմանալի է։ Եվ գիտեք, անմիջապես այստեղ այն մյուս առակի մեջ ասում է, որ եւ ահա ասում է եկան երկու հոգիներ եւ սրանց մասին է ասում, մեկ ասում է, որ իրենց արդար էին ճանաչում եւ այս առակն էլ պատմեց, որ երկու հոգի գնացին տաճար, մեկը մաքսավոր, մեկը փարիսեցի, մեկը արդար, այսպես ասած շակերտների մեջ, մեկը մեղավոր։ Հիշենք Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը, ես արդարները կանչելու չեկա, հապա մեղավորները փրկության։ Ուրեմն այստեղ այս մեկը իրեն արդար էր ճանաչում եւ մույսը որպես մաքսավոր ճանաչում էր որպես մեղավոր եւ երկուսն էլ աղոթում էին։ Հետաքրքիր է, որ մեր աղոթքները Տեր Հիսուս Քրիստոսը ինչպես պետք է մենք աղոթենք։ Եկեք տեսնենք, թե ուրեմն այս փարիսեցին սկսեց իր անձը գովալ, չէ՞։ Սկսեց իր գլուխը գովալ, թե այս բաներն է անում եւ ինքը իրենով է անում։ Կարծեք թե Աստծոն պայման է դնում եւ Աստծոն կարծեք թե ուզում է ասել, որ ես այս ամեն ինչը անում եմ, տեսնում ես դու։ Եվ այս ամենը այսպիսի աղոթքը ընդունելի չէ։ Եվ մի քանի օրինակներ պիտի տամ, սիրելիներ, տեսնեք։ Հիմա Մատթեոս ավետարանի 6-րդ գլխի Մատթեոս ավետարանի 6-րդ գլխի 1-ից 8 համարները պիտի կարդամ եւ տեսնենք, թե մենք ինչ է ասում Տեր Հիսուս Քրիստոս։ Ասում է. զգույշ եղեք, որ ձեր ողորմությունը մարդոց առջև չնեք անոնց երևնալուն համար։ Եթե ոչ, վարձ չեք առներ ձեր հորմե, որ երկինքն է։ Հիշեցինք փարիսեցին ինչ էր ասում, վարձքեր չի առնում, վարձքեր ուզում, թե ես շնացող չեմ, ավազակ չեմ, հափշտակող չեմ, տասանորդ եմ տալիս, տեսեք, եւ այս մաքսավորի պես էլ չեմ։ Ուստի երբ ողորմություն կնես, առջևդ փող մի հնչեցուր, ինչպես կեղծավորները ժողովարաններուն եւ փողոցներուն մեջ կնեն, որպեսզի մարդոցմե փառավորվին։ Տեսեք, այստեղ ինչ է ասում, կեղծավոր է ասում։ Իսկ այնտեղ ինչ կոչեց, փարիսեցի։ Ուրեմն կնշանակի, որ փարիսեցին հոմանիշը կեղծավոր էր։ Նա կեղծավորությամբ էր աղոթում։ Եվ այս կեղծավորությամբ ասում է, որ մի աղոթեք։ Ճշմարիտ կսեմ քեզի, անոնք իրենց վարձքը առած կլնան, իստուն երբ ողորմություն կնես, ձախ ձեռքը թող չգիտնա աջ ձեռքիդ, ինչ տալը, որպեսզի քո ողորմությունը գաղտուկ տեղը լնա եւ քո հայրդ, որ գաղտուկը կտեսնե, քեզի հայտնապես հատուցում պիտի ունե։ Երբ որ աղոթք կնես, կեղծավորներուն նման մի լինալ, որոնք կսիրեն ժողովարաններուն մեջ ու հրապարակներուն անկյունները կայնեն, աղոթնեն, որպեսզի մարդոց երևնան, ճշմարիտ կսեմ ձեզի, անոնք իրենց վարձքը առած կնան։ Իստուն երբ աղոթք կնես, մտիր քու ներքին սենյակդ եւ դուռդ գոցե եւ աղոթք կրի եւ քու հորդ, որ գաղտուկ տեղը կգտնվի եւ քու հայրդ, որ գաղտուկը կտեսնե, քեզի հայտնապես հատուցում պիտի ունե։ Երբ աղոթք կնեք, հեթանոսներուն պես
շատախոս մի լինակ, բասնցի կկարծեք, թե իրեն շատախոս լնալուն համար պիտի լսվին, ուրեմն անոնց մի նմանվեք, բասնցի ձեր հայրը ձեզի պետք եղածը գիտե, դեռ դուք իր մեջ խնդրած։ Տեսնում եք, ուրեմն այս մեկ օրինակը մեզ ցույց է տալիս, որ սա որպես փարիսեցիի աղոթք է։ Շատախոսությունը, երկարացնելը, մարդոց մոտ երևնալու համար չէ մեր աղոթքները լինելու։ Հապա քո աղոթքը քո ներքին սենյակի մեջ, քո սրտի մեջ, երբ որ դու աղոթես, Աստված կլսի քո աղոթքը, եւ այդ ծածուկ աղոթքը, եթե հոգիով եւ սրտով է, Աստված որովհետեւ հոգի է, եւ ուզում է, որպեսզի յուրաքանչյուրն հոգիով եւ ճշմարտությունով աղոթեն, եւ Աստված պիտի անմիջապես աղոթները պատասխանի։ Եվ եթե չպատասխանի, ուրեմն նորից պատասխանված է։ Աստված գիտի, թե մեզ ինչ է պետք, երբ է պետք, որ ժամին է պետք։ Եվ ամեն բան իր ժամանակին է տալիս Տերը, երբեք չի ուշացնում։ Տեսեք այս մեկ օրինակ տամ, որ թեև այս դատավորը մարդոցմե, այսինքն ամոթ չուներ եւ Աստծոցմե, այսինքն վախ չուներ, այս որբևարի դատը տեսավ։ Եվ այստեղ մի գեղեցիկ օրինակ էլ կա, որտեղ Մատթեոս ավետարանի 7-րդ գլխի 7-րդ համարից մինչև 12 համարները տեսեք ինչ է ասում Տեր Հիսուս Քրիստոս։ Խնդրեցեք, խնդրեցեք, եւ պիտի տրվի։ Փնտրեցեք եւ պիտի գտնեք։ Դուռը զարկեք եւ պիտի բացվի։ Սրա մեջ հարատևություն է Տեր ուզում սովորեցնի։ Մեկ անգամ չի պիտի խնդրես, սիրելի եղբայր եւ քույր, երկու անգամ չէ, անդադար պիտի խնդրես։ Ինչ պիտի խնդրես դու Տիրոջից։ Տեր ասում է, որ ես գիտեմ ձեզ ինչ է պետք։ Ես գիտեմ ձեզ ինչ է պետք։ Ես գիտեմ քո բոլոր կարիքները, քո բոլոր հոգսերը։ Դու միայն մեկ բան խնդրիր։ Ինչ։ Խնդրեցեք երկնքի արքայությունը եւ նրա արդարությունը։ Խնդրեցեք, որպեսզի Աստծո ողորմությունը լինի, եւ երբ որ ժամանակը գա, երբ որ գալստյան օրը գա, այն մեծ օրը գա, Աստծո ողորմությամբ, որ ասում է, որ եթե ես կամ հավատ պիտի գտնեմ, այո, մենք հավատացյալներս ասում ենք այո եւ ամեն սուրբ գրային Աստծո խոսքի համեմատ։ Տեսեք ինչ է ասում։ Ձեզ մե որ մարդը կա, որ մե եթե իր որդին հաց ուզե ինք քար տա անոր, եւ կամ եթե ձուկ ուզե օծ տա անոր, երկրային մարդու համար է սա ասում, հա? Ապրող, կենթանի մարդու համար է ասում։ Ուստի եթե դուք, որ չար եք, ձեր զավակներուն աղեք ընծաներ տալ գիտեք, որ չափ ավելի ձեր հայրը, որ երկինքն է, բարի բաներ պիտի տա անոնց, որ իր մե կխնդրեն անդադար ցորեկ եւ գիշեր։ Տեսա՞ք։ Տեսնում եք։ Ուստի ամեն ինչ որ կուզեք, որ մարդիկ ձեզի ընեն, դուք հալ անոնց այնպես սրեք, քանզի այս է օրենքը եւ մարգարեները։ Ինչ գեղեցիկ համար է, չէ՞։ Սա ոսկեղեն համար է յուրաքանչյուրիս համար։ Ով մարդ, ինչ որ կուզես մարդիկ քեզ ընեն, ինչու դու նույնը չես անում։ Ինչու ուզում ես, որ միայն քեզ անեն։ Ինչու ուզում ես, որ միայն քեզ գովեն, քեզ ուշադրություն դարձնեն, քեզ պատվեն։ Քո համար միայն աղոթեն։ Ինչու դու չես անում այս ամեն բանը։ Տիրոջ խոսքն է։ Ինչ որ կուզես մարդիկ քեզին են, դու անոնց նույնը արե, քանզի այս է օրենքը եւ ճշմարտությունը։ Այսպես է Տերը ուզում յուրաքանչյուրիցս։ Երանի այն ամենուն, որ Տիրոջ մեջ կվախնան եւ անոր ճամփաներու մեջ կքալեն։ Սաղմոս 2-ն, այսպես ասում Դավթի 128 Սաղմոսը։ Երանի է տալիս, որովհետև
Աստծո վախը ոչ թե Աստծուց մե վախենալ, հապա վախենալ, որ Աստված կարող է դատապարտության, Աստված արդար դատավոր է։ Հիշենք, ներսես շնորհալի այդ 24 տուների աղոթներից 22-րդ համարը արդար դատավոր, երբ որ հորդ փառքովը գաս, ողջերն ու մեռելները դատելու, դատաստանի մի մտներ ինձի հետ, հապա արդարությամբ, ողորմությամբ ազատես իս, և ողորմյա ինձ մեղավորիս, բազմամեղիս, ողորմություն արա Տեր ինձի, որովհետև մենք բոլորս էլ մեղավոր ենք, հապա մարդիկ իրենց արդար են ճանաչում, աշխարհի վրա արդար մեկը չկա, ինչ արդարություն, որ կա, ինչ բարիություն կա, Տիրոջից է, Աստծո շնորհքն է, որ ինձ և քեզ արդարություն է տալի, Աստծո շնորհքն է, որ ինձ ու քեզ բարիություն է տալիս, որովհետև նա ինքն է բարին Աստված, նա ինքն է շնորհքների բաշխիչ Աստվածը, որ մեզ բաշխում է ամեն ժամանակ։ Մի շատ գեղեցիկ համար կա, պիտի այդ համարը կարդամ ձեզ, տեսեք ինչ է ասում։ Երբ որ այս փարիսեցին ելավ, ինքն իրեն գովեց և չարդարացավ, բայց տեսեք այստեղ առաջի մնացորդած հին ուխտի մեջը, առաջի մնացորդած 29-րդ գլխի 10-րդ համարից պիտի կարդամ 4 համարներ, տեսեք ինչ է ասում, Դավիթ թագավորը, Դավիթ մարգարեն Դավիթ թագավորը ասում է, որ Դավիթը բոլոր իր ժողովրդին, բոլոր մարդկանց առջև որպես թագավոր, նրանց աչքի առջևը ծունկի եկավ և այսպես աղոթեց, օրինակ այսպես է, աչքի առջև Տերը օրհնեց և ասաց, ով Տեր, մեր հորը Իսրայելի Աստվածը, հավիտյանս հավիտյանից օրհնյալ ես, ով Տեր, մեծությունը, զորությունը, փառքը, պայծառությունն ու վայելչությունը քու կտեն, քանզի բոլոր երկնքի ու երկրի վրա եղածը քու կտեն, ով Տեր, թագավորությունը քու կտե, և դուն իբրև գլուխ ամենեն բարձրյալն ես։ Տեսնում եք ինչպիսի աղոթք է բարձրացնում Դավիթ թագավորը։ Եվ հարստությունն ու փառքը քեզ մե են, և ամենուն իշխանը դուն ես, և զորությունն ու ողորմությունը քու ձեռքերիդ մեջ են, մեկը մեծնելն ու ուժոցնելը քու ձեռքդ է, և հիմա ով մեր Աստվածը, քեզի գոհություն կուտանք և քու փառավորյալ անունդ կորտնենք։ Ահա այս է աղոթքը, ահա այսպես պետք է աղոթել, որ ամեն բան, նայեցեք, դու շնություն չես անում, այսինքն գողություն չես անում, ծոմ ես պահում, աղոթք ես գնում, այս շնորհքները ումից ես ստանում։ Տերն է տալիս քեզի, ուրեմն դու պետք է Տիրոջը տաս, ոչինչ դու չունես, բայց ես ով եմ ու իմ ժողովուրդս ով է, որ այսպես կամավոր ընծա տալու կարող է նա քեզի, ամեն բան քեզ մե է և քուկիններդ քեզի տվինք։ Ինչ որ Տերը մեզ տվեց, մենք իրեն ենք վերադարձնում, մերը չէ։ Այս բոլոր շնորհքները, այս բոլոր ունեցածը ինչ որ մեզ ունենք, մերը չէ, Տերը տվեց, մենք իրեն ետ ենք վերադարձնում։ Այնպես որ այս ամենի մեջ մենք պետք է երախտապարտ լինենք և ոչ թե միայն խոսքով, ոչ թե միայն աղոթքով, հապա խոսքով, հավատքով և գործով Տիրոջը փառավորենք, որովհետև երբ որ Տիրոջ գալուստը լինի, ահա այն ժամանակ մենք պիտի լսենք երանավետ այս խոսքերը, որ Տերը մեզ պիտի ասի Մատթեոս ավետարանի
25-րդ գլխի 31 համարից պիտի կարդամ 4 համարներ։ Երբ որդին մարդու իր փառքովը գա, հիշեցիք չէ, երբ որ մարդու որդին գա հավատ պիտի գտնե, այո, ահա պատասխանը լսեցեք։ Երբ որ որդին մարդու իր փառքովը գա բոլոր սուրբ հրեշտակներուն հետ, այն ատեն իր փառած աթոռը պիտի նստե, անոր առջև պիտի ժողվին բոլոր ազգերը եւ զանոնք իրարմե պիտի զատե ինչպես հովիվը ոչխարներ այծերեն կզատե, ոչխարները իր աջ կողմը պիտի կանգնեցնե եւ այծերը ձախ կողմը, այն ատեն թագավորը իր աջ կողմը եղողներուն պիտի ասե, եկեք իմ հորս օրհնածները եւ աշխարհի սկիզբեն ձեզի համար պատրաստված թագավորությունը ժառանգեցեք։ Ինչու՞։ Ահա, տեսեք։ Բասնձի անոթեցա եւ ինձի ուտելիք տվիք, ծարավեցա եւ ինձի խմցուցիք, օտարական էզիս ներսարիք, մերկ էզիս հագվուցիք, հիվանդ է ինձ տեսի եկաք, բանտի մեջ է ինձ եկաք։ Այն ատեն արդարները, հա այստեղ արդեն կոչվում է արդարները, որովհետև նրանք պիտի ժառանգեն երկնքի արքայությունը Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությունով եւ շնորհքով։ Այն ատեն արդարները անոր պիտի ասեն. Տեր, երբ քեզի անոթեցած տեսանք, կերակրեցինք, կամ ծարավեր խմցուցինք, երբ քեզի օտարական տեսանք ու ներսարինք, կամ մերկ ու հագցուցինք, երբ քեզի հիվանդ կամ բանտի մեջ տեսանք ու քեզի եկանք։ Թագավորը պիտի պատասխան տա իրենց ու ասե. ճշմարիտ կսեմ ձեզի, քանի որ իմ այս եղբայրներես ամենեն պզնիկներեն մեկուն ըրիք, ինձի ըրիք։ Ահա բանաձևը։ Ահա այսպես պետք է անենք, որպես հավատացյալներ պետք է սովորենք։ Եվ վերջապես վերջաբանով պիտի ավարտեմ այս խոսքերով։ Ուրեմն մենք ունենք հակառակորդ, գիտեք, մեր թշնամին ով է, հիմա պիտի տեսնենք, ոսոխը, մեր հակառակորդը, որ մեզ միշտ, այսինքն նեղություն է տալիս, ով է, տեսեք, առաջի թող Պետրոս 5-րդ գլխի 5-րդ համարից պիտի վերջացնեմ մի քանի համարներով։ Նմանապես դուք երիտասարդներ հնազանդ եղեք ծերերուն, ամենքը իրարու հնազանդ ըլնալով խոնարհություն հագեք, վասնզի Աստված ամբարտավաններուն հակառակ կկենա։ Փարիսեցին ամբարտավանի պես աղոթեց։ Բայց խոնարհներուն շնորհք կուտա։ Ով էր խոնարհի պես աղոթում, մեղավորը ով էր, մաքսավորն էր, որ դեռ անգամ երկինք չէր նայում, հապա իր կուրծքը ծեծելով ընդամենը մեկ նախադասություն էր ասում։ Ինչ էր ասում։ Տեր, ողորմե ինձ մեղավորիս, Տեր, ողորմե ինձ մեղավորիս, չասեց ես արդար եմ։ Ուրեմն Աստծո հզոր ձեռքին տակ խոնարեցեք, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնե։ Հիշեցիք, այն որ իր անձը պիտի բարձրացնե, պիտի խոնարի։ Այն որ իր անձը կխոնարե, պիտի բարձրանա։ Աստված խոնարհներուն շնորհք կտա։ Մենք ինչով ենք սիրվում Աստծո կողմից, մեր խոնարհության համար։ Եթե մենք խոնարհ ենք, եթե մենք Աստծո խոսքին հնազանդ ենք, Աստված մեզ ավելիով պիտի տա, հավատացեք, ուրեմն պետք է մենք արթուն եւ զգաստ լինենք եւ ջանանք։ Եվ ասում է, ձեր ամեն հոգը անոր վրա ձգեցեք, բասնզի անիկա ձեզի համար պիտի հոգա։ Արթուն կեցեք, հսկեցեք, բասնզի ձեր հակառակորդը Սատանան մռնչող այռուցի պես ձեր չորս կողմը կպտտե անոր դեմ, որպեսզի ձեզ կլե։ Անոր դեմ կեցեք հավատքով հաստատված, ուրեմն անոր դեմ կեցեք միշտ հավատքով հաստատված, անդադար աղոթքով։ Գիտնալով, որ ձեր եղբայրներն աշխարհի մեջ նույն չարչարանքները կկրեն եւ բոլոր շնորհներուն Աստվածը, որ մեզ իր հավիտենական փառքին կանչեց, Քրիստոս Հիսուսի միջոցով քիչ մատեն նեղություն կրել է յետքը, ինք ձեզ թող կատարյալն է, հաստատե, զորացնե ու հիմնե, իրեն փառք,
հավիտյանս հավիտենից ամեն։